Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 27-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովից, որը վերաբերում է նաև ուկրաինական պատերազմի ավարտի հետ կապված այն բոլոր քայլերը, որը անում է Եվրոպան, անում է Միացյալ Նահանգները, իհարկե, երբ որ Դոնալդ Թրամփը շատ արագ ցանկանում էր պատերազմն ավարտել, նաև ճնշում գործադրեց Ուկրաինայի վրա, շատերը արդեն համարեցին, որ վերջ, ամեն ինչ ավարտված է, տեսակ, եւ այնքան Ռուսաստանը չէր դա հենց ողջավորված, ինչքան ռուսամետները Հայաստանում։ Մի նենց ցնծության մեջ էին, ոնց որ իրանք էին ախտել։ Դե ոչինչ, հիմա դրանց իրանց հարցը չի, հիմա հասկանանք ինչա կատարվում աշխարհում։ Փարիզում տեղի է ունեցել ցանկացողների կոալիցիայի գագաթնաժողովը, նիստը տեղի է ունենում փակ դռների հետևում։ Ցանկացողների կոալիցիան դա այն կոալիցիան է, որը պարտադիր չի բոլորը Եվրամիության անդամ պետություններին են, դրանք Ուկրաինային բարեկամ պետություններ են, դաշնակից պետություններ են, որոնք ցանկություն են հայտնել ակտիվ ձևով աջակցել Ուկրաինային, անհրաժեշտության դեպքում նաև խաղաղապահ առաքելությամբ նաև զորք տրամադրել։ Հիմա նրանք հավաքվել են Փարիզում, գագաթնաժողովին մասնակցել են Ուկրաինայի շուրջ 30 դաշնակից երկրներ։ Դե Ուկրաինայի նախագահ, Ֆրանսիայի, մյուսները չկարդամ, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Իտալիայի վարչապետը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Մնացած երկրները ուղղակի չկարդացի, դե արդեն պարզ է շուրջ 30 երկիր։ Նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասի, դեսպանների մակարդակով էլ ներկայացված են Ավստրիան, Ավստրալիան, Կանադան։ Հիմա այս երեքի վրա հատուկ ուշադրություն դարձնեմ, որովհետև եթե Ավստրիան անգամ Եվրամիության անդամ է, ինչպես տեսակ, սա Եվրամիության ֆորմատ չի, այլապես Ավստրալիան ու Կանադան տեղին չեն անում։ Բայց քանի որ Ավստրալիան չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, ինքը դեռ 1955 թվականին հայտարարեց, որ ինքը չմիացող երկրների ցանկում է եւ ցանկություն չունի որևէ կոալիցիայի միանալ։ Ինչու հենց 55 թվականին կարելի է համարել պատահականություն, բայց դա այդքան էլ այդպես չի, մի քիչ ուղղակի պատմական իրադարձությունները իմացողների համար։ Երբ որ 1949 թվականին ստեղծվեց ՆԱՏՕ-ն, խորհրդային միությանը զսպելու նպատակով, դրանից հետո 1955 թվականին արդեն արևմտյան Գերմանիան, այսինքն օկուպացված Գերմանիաների այն հատվածը, որը գտնվում էր վերահսկողության տակ Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, երբ որ դրանք արդեն միացրել էին 55 թվականին, Գերմանիան նույնպես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Դա էլ նույնպես խորհրդային միությանը դուրս չեկավ եւ իրանք էլ նաեւ 55 թվականին ստեղծեցին Վարշավայի պակտը, արևելյան երկրների հետ միասին ստեղծեցին այդ անվտանգության բլոկը ընդդեմ ՆԱՏՕ-ի։ Եվ այդ պարագայում Ավստրիան, քանի որ մեծապես շատ ժամանակ ասոցացվում էր նաև Գերմանիայի հետ սերտ կապերով, հենց որ Գերմանիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, ընդեղ էլ արդեն եղավ Վարշավայի պակտը, ասեց ինձ հետ գործ չունեք, ես անկախ եմ, ես չեզոք եմ։ Եվ պաշտպանել է իր չեզոքությունը։ Բայց նույնիսկ չեզոք Ավստրիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չի, եկել է մասնակցել է, որովհետև Եվրոպայի անվտանգությունը իրենց համար պակաս կարևոր չի։ Մյուս երկիրը, որը հատկանշական է, դա Ավստրալիան է։ Ավստրալիայի անվտանգությունն ապահովում է Միացյալ Նահանգները։ 1951 թվականին ստեղծվեց ANZUS-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիան, Նոր Զելանդիա, ռազմական պակտը, եւ ամբողջությամբ Ավստրալիան լավ գիտի, որ իր անվտանգությունը ապահովում է Միացյալ Նահանգները, չապահովել կարող է նաեւ որոշակի էքսպանսիալիներ նաեւ անհանգիստ էին Չինաստանի կողմից։ Բայց նույնիսկ այս պարագայում, որքան էլ թվա թե Ավստրալիան սերտ դաշնակիցն է Միացյալ Նահանգների, իդեպ դա իրականում այդպես էլ կա, եւ ավստրալիական զորքերը տարբեր առաքելությունների եղել են ամերիկյան զորքերի կողքին, երբ որ դաշնային հարաբերություններով ինչ որտեղ պատերազմի են մասնակցել, այնպես չի, որ նա տարաձայնություն ունեցել է Միացյալ Նահանգների հետ, բայց այս հարցում ամենասկզբից ինքը ասել է ոչ միայն շարունակելու ենք աջակցել, այլ նաև անհրաժեշտության դեպքում նաև
պետք է լի զորքել կտրամադրենք։ Այդ Ավստրալիայի հետ կապված հասկանում եք, որ նաև ինչ որտեղ ուշադրության արժանի է։ Նաև նորից հիշեցնենք, որովհետև շատերը մոռացել են ՆԱՏՕ-ն ինչի համար է ստեղծվել եւ շատ զարմանալիորեն դա մոռացել են հենց Միացյալ Նահանգներում։ ՆԱՏՕ-ն 49 թվականին ստեղծվել է հենց եվրոպական անվտանգության համար, Ռուսաստանի առաջխաղացումը կանխելու համար։ Եթե այդպես չլիներ, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան որպես Միացյալ Նահանգների դաշնակից ինչեին մի հատ ուրիշ ռազմական բլոկ ստեղծում 51 թվին։ Այնա 49 թվին ստեղծելուց հետո անհրաժեշտության դեպքում 51 թվին կմտնեին ՆԱՏՕ-ի կազմ։ Բայց դա ՆԱՏՕ-ն Եվրոպայի համար էր։ Նույնիսկ եթե դա Եվրոատլանտյան դաշինք էր, այդ դաշինքը ստեղծված է Եվրոպայի անվտանգության համար։ Այդտեղ Ավստրալիան ու Նոր Զելանդիան անելիք չունեն, բայց ինչպես տեսնում եք Ուկրաինային աջակցելու հարցում ունեն։ Եվ մյուսը Կանադան, որ բոլոր հարցերում եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սերտ դաշնակից է, վերջերս ունի տարաձայնություններ եւ ինքը բավական ակտիվ ձևով թե տնտեսական հարցերում, թե ռազմական հարցերում կանգնած է Ուկրաինայի թիկունքին եւ եվրոպական ընդհանուր քաղաքականություն տանը, իդեպ որը նաեւ Տրամփին դուր չի գալիս։ Ինքը չի ցանկանում, որ Կանադան համագործակցի եվրոպական երկրների հետ։ Դա համարում է ոնց որ իր դեմ ուղղված քայլ։ Մասնակիցները քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակումը, ինչպես նաեւ ուկրաինական բանակի եւ պաշտպանական արդյունաբերական համալիրի ուժեղացումը։ Այսինքն, իսկ այս հավաքին Միացյալ Նահանգները դե չի մասնակցել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կամավորների կոալիցիայի գագաթնաժողովից առաջ զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Մակրոնի եւ Տրամփի զրույցը տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո։ Հանդիպել է Զելենսկու հետ, դա հետո զանգել է Տրամփին եւ եկել են այդ միջոցառմանը մասնակցել են։ Եվ ի դեպ Փարիզում այսօր տեղի ունեցած եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չպետք է չեղարկվեն։ Հակառակը պետք է ուժեղացվեն, քանի դեռ Մոսկվան չի դադարեցրել պատերազմն Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Կարելի է կատար հստակություն, որ այժմ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը չէ։ Ընդհակառակը, այն ինչ մենք քննարկել ենք, այն է, թե ինչպես կարող ենք ընդլայնել պատժամիջոցները, ասել է Սթարմերը։ Բոլորը հասկացան եւ հասկանում են, որ այսօր Ռուսաստանը ոչ մի տեսակի խաղաղություն չի ուզում, ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես նախազգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումն այս պահին լուրջ սխալ կլինի։ Իհարկե լի կանադառնանք, բայց Քիր Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետ նաև ասել է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում, Ռուսաստանը խաղել է խաղում, որովհետև այն խոստում ինքը քանի օր առաջ որ տվել էր, որ պատրաստ է 30 օրով դադարեցնել, այդ պատրաստակամությունից այն կողմ ինքը չի էլ անցել, անընդհատ նախապայմաններ է ներկայացնում, զգուշավոր է ներկայացնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չջղայնացնի, բայց եւ միևնույն ժամանակ խաղաղության չի գնում։ Իսկ հիմա Շոլցի հետ կապվածն էլ ասենք, Շոլցի իր զգուշավորության պատճառով, որ անգամ չցանկացավ Տաուրուս հրթիռները տալ, որը մինչև 500 կիլոմետր հեռահարություն ուներ, Տաուրուսը, որ ամիսներ առաջ տվածել էր, հիմա պատերազմը ավարտված կլներ։ Բայց այնքան վախվորած քաղաքականություն վարեց, վախեցավ հանկարծ երկրի ներսում խնդիրներ առաջանա, այնքան տենց արեց, երկրի ներսում խնդիրներ իսկապես առաջացավ, արտահերթ ընտրություն եղավ եւ ինքը պարտվեց։ Իսկ հիմա Ֆրիդրիխ Մերցը, որը արդեն վարչապետ կդառնա, ներողություն կանցլեր կդառնա, արդեն ձայների բավարար քանակություն ունենալու պարագայում ինքը շատ ավելի ռադիկալ, շատ ավելի կատեգորիկ է այդ հարցում։ Եվ այս ընթացքում, երբ որ 500 կիլոմետրանոց Տաուրուսը չտվեցին, Ուկրաինան 1000 կիլոմետրանոց իր հրթիռներն է ստեղծել։ Իհարկե Տաուրուսի հետ համեմատելու չի, Տաուրուսը շատ լուրջ խելացի հրթիռ է, շատ լուրջ ձևով կարող է բունկերներ շարքի ցանի խորքային արվածներ հասցնի, շատ գերճշգրիտ հրթիռներ է, բայց այնպես չասենք, որ ուկրաինական 1000 կիլոմետրանոց հրթիռները ճշգրիտ չի, այն դեպքում, երբ որ իրանք այն թիրախներն են խորցում 1000 կիլոմետրի վրա, որը հստակ խփում են
ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների մի հատ շեղում չի լինում, այդ էլ ուկրաինական հրթիռները, որը իրանք ստեղծեցին, այդքան որ ասին ժողովուրդ ջան, տվեք այս պատերազմը ավարտենք։ Ռուսաստանը եթե իմանա, որ հույս չկա, շարունակվելու է, ինքը ռեսուրս չունի, ինքը ռեսուրսը մոբիլիզացրեց, երբ որ տեսավ Տրամպը գալիս է, իր մոտ հույս առաջացավ, որ ինքը կարող է այդ պատերազմից հաղթող դուրս գա կամ գոնե պարտված դուրս չգա։ Հիմա շարունակենք, ելույթ ունենալով Փարիզի գագաթնաժողովից հետո Շոլցն ասել է. իմաստ չունի դադարեցնել պատժամիջոցները, քանի դեռ իրականում խաղաղություն չի հաստատվել։ Ցավոք մենք դեռ շատ հեռու ենք դրանից, հայտարարել է Շոլցը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Փարիզում կամավորների կոալիցիայի գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է. Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանել պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանվել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց հետո։ Ուկրաինային աջակցելու լավագույն ճանապարհը արդար եւ կայուն խաղաղության հասնելու մեր նպատակին հավատարիմ մնալն է։ Դա նշանակում է Ռուսաստանի վրա ճնշումը պահպանել պատժամիջոցների միջոցով, հետագայում գրել է Կոշտա։ Իդեպ ուշադրություն էլ դարձնենք, Գերմանիայի նկատմամբ անվստահություն կար առաջ եւ երկրորդ համաշխարհային պատերազմի դերակատարության հետ կապված, առավել եւս ինքը ամենամեծ բնակչություն ունի եվրոպական պետությունների մեջ, ամենամեծ համախառն ներքին արդյունքը անգամ իր բարեկամ գործընկեր պետություններն են զգուշավոր, ասում են Գերմանիան ամեն ինչ ունի, իրան մենակ պակասում է զենքը։ Զենքը պակասի չես իմանա Գերմանիան իրան ոնց կպահի։ Եվ այդ ժամանակ, երբ որ Տրամպի կողմնակիցները ցանկանում են նեոֆաշիստներին Գերմանիայում ոտի հանեն, այդ ընթացքում հակառակը եղավ։ Ժողովուրդը մոբիլիզացվեց եւ ընտրվեց մերձը, որի պարագայում իրանք ռազմական արդյունաբերության ծախսերը արդեն եւ պետությունը բոլոր նպաստավոր պայմանները ստեղծեց որ ավելացնեն, եւ Եվրոպան շատ գոհ է որ Գերմանիան ավելացնի, ուրախ ասում է, այս ինչ լավ է։ Գերմանիան կավելացնի այդ պակասը կլրացնի, այսինքն իրանք են խնդրում Գերմանիային որ զինվի, իսկ Գերմանիայի զինվելը իրանք այդ նույն մարդիկ այդքան խնդրում էին, իրանք սկիզբ զգուշավոր էին, որ երկու Գերմանիաները միավորվեն։ Խորհրդային միությունը դա չաներ չեր լինելու։ Խորհրդային միությունն էր համոզում, որ լավ մի նեղվեք, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, ասում են մի անհանգստացեք, խնդրեմ չկա, Գերմանիան առաջվա Գերմանիան չի։ Այս է հարցը։ Բա ինչ է, բայց երարածն ինչ է, հիմա Գերմանիան զինվում է։ Զինվում է լրիվ օրինական եւ իրան լավ էլ խնդրում են, որ ինքը զինվի։ Իսկ այդ դեպքում նա նաեւ իր տնտեսության վերելքն է ունենալու։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վարշավա կատարած այցի ժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է. Երբ խոսքը վերաբերում է Լեհաստանի պաշտպանությանը եւ ՆԱՏՕ-ի տարածքի ընդհանուր պաշտպանությանը, եթե ինչ-որ մեկը սխալ հաշվարկ կատարի եւ մտածի, որ կարող է հարձակվել Լեհաստանի կամ դաշինքի որևէ անդամի վրա, նա կհանդիպի այդ դաժան դաշինքի ողջ ուժին։ Մեր արձագանքը ջախջախի չէ լինելու, հայտարարել է Ռյուտեն ակնարկելով, թե հատկապես ում արժե դա յուրացնել։ Ի նկատի դե բնական Ռուսաստանին։ Լեհաստանի վարչապետ Տուսկը հայտարարել է, Լեհաստանը խաղաղություն է ուզում, բայց արդար, որը կապահովի Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անվտանգությունը։ Իդեպ Ռյուտեն նաեւ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վարշավայի տնտեսագիտության դպրոցում դասախոսության ժամանակ նշել է. Գիտեմ, որ կան հարցեր անդրատլանտյան կապերի եւ եվրոպական անվտանգությանը Միացյալ Նահանգների հավատարմության վերաբերյալ։ Հնչում է կոշտ ռետորաբանություն։ Առևտրի եւ մաքսատուրքերի վերաբերյալ բարդ բանավեճեր են ընթանում Եվրոպայի եւ Ամերիկայի միջեւ, եւ եվրոպական ինքնավարության գաղափարները վերակենդանացնելու կոչեր են հնչում։ Թույլ տվեք հստակություն մտցնել, հիմա միայնակ գործելու ժամանակը չէ։ Ոչ Եվրոպայի, ոչ Հյուսիսային Ամերիկայի համար։ Համաշխարհային անվտանգության մարտահրավերները չափազանց մեծ են, մեզանից որևէ մեկի համար միայնակ դիմակայելու համար, երբ խոսքը վերաբերում է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի անվտանգության ապահովմանը։ ՆԱՏՕ-ին այլ ընտրանք չկա։ Միանշանակ համաձայն եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքի հետ, այս տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ պետք է Եվրոպային համախմբի, մոբիլիզացնի, լավ լուրջ ռազմական ծախսեր անել, բայց ոչ մի պարագայում չգնա անդեմ Ամերիկայի։ Դա կլինի կատաստրոֆիկ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այո, եթե պետք է որ Եվրոպան այս մոբիլիզացնելով նաև ցույց տվեց,
որ այն ձեր պատկերացրած Ռուսաստանը փուչի կա Տրամպին դա էլ ցույց տվե։ Ձեզ թվում է այս կարճ ընթացքում Տրամպը չհասկացավ ինչ կատարվեց։ Այն որ ինքը հիացած էր, որ ոգևորված էր, որ Պուտինը սենց, որ Ռուսաստանը սենց եւ այլ տեսավ, որ Ուկրաինան ոնց չի զիջում, տեսավ այդ ամեն ինչը, գնացին, շփվեցին, խոսեցին, քննարկեցին, այդ ամեն ինչը հասկացան։ Եվ այս պարագայում նաև տեսան համախմբվածությունը եվրոպական երկրների Ուկրաինայի շուրջ եւ հասկացան, որ այսու մենք այսքան Ռուսաստանին կուլ գնում։ Իմաստը որն է, համենայն դեպս թե եթե Տրամպի արածը մի հատ լավ բարենպաստ ապտակ էր Եվրոպային, որպեսզի համախմբվեն, պատասխան բարենպաստ ապտակն էլ Ամերիկայի համար էր, որ հանկարծ, այսինքն դրանով իրանք վախը չափեցին Տրամպի, որ մի անհանգստան, դա շատ էս վախեցած, հույսդ մեր վրա դիր, բայց մենք պետք է միասնական գործենք իրար։ Ռուսաստանը այդ փուչիկը պայթել է, ուղղակի դու չես նկատել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն, եթե նա վերադառնա Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված սահմանների։ Ես կաջակցեմ խաղաղության ուժի միջոցով հայեցակարգին, որն առաջարկել է Դոնալդ Տրամպը, բայց այս հայեցակարգը չի նշանակում պատժամիջոցների վերացում։ Մի երկիր, որը ենթարկվել է ագրեսիայի եւ արդեն ժեստ է անում առանց որևէ պայմանի հրադադար ընդունելու համար, եւ մյուս կողմից ագրեսոր, որը սկսում է պայմաններ դնել, այն չընդունելու համար։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը չի մատնանշում, ասել է Մակրոնը։ Այսինքն ներողություն, Մակրոնը ընդգծված ասում է վերադառնա իր սահմաններին, իր սահմանը անգամ նաև Ղրիմից առաջվա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նաև հայտարարել է նաև այսօր ես կցանկանայի հայտարարել Ուկրաինայի 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Փաթեթում ներառվել են հակատանկային հրթիռներ, հոբմիջոցներ, Միրաժ կործանիչների համար նախատեսված հրթիռներ, Միստրալ ցամաքային պաշտպանության հրթիռներ, ինչպես նաև զրահամեքենաներ, հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։ Ինչպես տեսնում եք, բավական ակտիվ ձևով Ֆրանսիան այդ քայլերը կատարում է, չնայած որ միևնույն ժամանակ ինչ էլ կատարվի, նոր աշխարհակարգ առանց միասնական արևմուտքի ես ուղղակի չեմ պատկերացնում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա երկար ժամանակ խստորեն վերահսկել ռուսական հասարակությունը եւ պատերազմ վարել, քանի որ նա շուտով կմահանա։ Զելենսկիի խոսքով Պուտինը վախենում է կորցնել իր իշխանությունը, բայց դա կախված է ոչ միայն Ռուսաստանի ներսում կայունությունից, այլև իր տարիքից։ Նա շուտով կմահանա, դա փաստ է, եւ ամեն ինչ կավարտվի, ասել է Զելենսկին, սակայն նա չի հստակեցրել, թե ինչու 72-ամյա Պուտինը կարող է մոտ ապագայում մահանալ։ Իհարկե, այն որ մաշվող ռեսուրսա Պուտինը պարբերաբար այդ մասին խոսել են, որ չի կարելի անգամ Ռուսաստանում երբ որ ասում են մեր արժեքը դա Պուտինն է, ոչ թե սա, ոչ թե նա, ոչ թե նավթը, ոչ թե այս, ոչ թե զենքը, իսկ դա մաշվող ռեսուրս է, որովհետև տարիքի հետ կապված դա ասպարեզից դուրս է գալու, նա հավերժ չի։ Բայց սենց պայծառատեսություն անելը Վոլոդիմիր Զելենսկու, ուզում եմ ասեմ, նույնիսկ ես, որ կանխատեսման հարցում նենց վատ չեմ, անգամ ես զարմացած եմ, թե իսկ քանի որ Պուտինը առիթ ունեցել է բախվելու Զելենսկու հետ եւ կարծում էր 3 օրում կհաղթի, հիմա 3 տարին անցել է դեռ ծայրը չի երևում պատերազմի, կարծում եմ դա իրան խիստ անհանգստացնելու է, որ ասի կարող է մի բան Զելենսկին գիտի, այս ինչի է ասենց բան անում։ Եթե հանկարծ այդ ինֆորմացիան իրան հասնի, լավ կանհանգստանա, բայց թե այս լավատեսությունը Զելենսկուն որտեղից է գալի, չեմ կարող ասել։ Բայց այն որ չի կարելի հույս դնել անձերի վրա, միջպետական հարաբերություններում անձերի դերակատարությունը շատ մեծ է, բայց անձով պայմանավորված պետական հարաբերությունները, երբ որ այդ անձը գնացող է, դա անհասկանալի է։ Օրինակ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան։ Այսօր դա ուղղակի այսօր ներկայացում է Տրամփ-Պուտին։ Բա մենք իրար հետ մոտ ենք, հետո որ մոտ ենք։ Հանրապետական կուսակցությունն անգամ եթե այսօր դուրս չի գալի Տրամպի դեմ, որովհետև ասում է դե լավ նոր ենք հաղթել, սպասեք մեր հաղթանակը վայելենք։ Հիմա կայնենք Տրամպի դեմ դուրս գանք, պարտված դուրս գանք։ Հա բայց միևնույնն է ինքը այդ երկիրը չի, դա Ռեյգանի երկիրը չի, որ Ռուսաստանա քանդ, Խորհրդային Միությունա քանդ է։ Ինչա իրանք արդեն բարեկամ դառա։ Այսինքն չի ստացվելու Տրամպի եւ Պուտինի մոդիկությունը դա տարածել երկու պետությունների վրա ուղղակի չի ստացվելու եւ այդ հարցում ավելի թերահավատ է Ռուսաստանը, դե գիտի դա չլնող բան է։
Այնպես որ Զելենսկու ասածը կարող ենք այդպես հասկանալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հերթական անգամ կրկնել է. «Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար, այն մեզ պետք է, այն պետք է մերը լինի, այն պաշտպանական եւ հարձակողական դիրք ունեցող կղզի է, այն է ինչ մեզ անհրաժեշտ է», ասել է Տրամփը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահ չէ, թե արդյոք գրենլանդացիները պատրաստ են լինել Միացյալ Նահանգների քաղաքացիներ։ Ինչի վստահ չի, լավ էլ վստահ, այնատեսավ չեն ուզում։ Մի քանի օր առաջ էր ընտրությունը, բոլոր պարլամենտ անցած բոլոր ուժերը միասնական հայտարարություն արեցին, ասին Ամերիկային չենք միանում։ Էլ վստահ չնելը ո՞րն է։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք եւ համոզենք նրանց։ Տարածքը պետք է մերը լինի, քանի որ առանց դրա հնարավոր չէ պատշաճ կերպով պաշտպանել երկրի այս մեծ հատվածը։ Ումից հա պաշտպանում հետաքրքիր է։ Էդ ով է հարձակվել Գրենլանդիայի վրա, որը ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կազմում է։ Ինքը վտանգ է ներկայացնում, ինքը իրանից պաշտպանում է։ Այդպեսով մենք պետք է ունենանք, այն է կարծում եմ, որ կունենանք, հավելել է Տրամփը։ Իդեպ այս հարցի հետ կապված մի կարճ բան ասեմ, տեսեք խնդիրը որն է։ Այն սկզբունքային են չհասկանալը, որ կա, ես որ չեմ հասկանում Տրամփի քաղաքականությունը, ինչու է կայանում։ Լավ, եթե դու ունես ինչ-որ շահեր, ինչ կարիք կա ասել, մենք ունենք այս շահերը, լավ գնա այդ մարդկանց հետ խոսա, ասա այս ձեր համար, այս կանեմ, այն մյուս են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև Տրամփը էլ ուրիշ ոչ մեկը շահ չի ունեցել։ Կամ որևէ պետությունների հետ հարաբերություններում։ Այն որ տեսել են, որ միտեղ նավթը հայտնվել, իրանք անմիջապես գնացել են, որ ժողովրդավարություն հայտնագործեն այնտեղ։ Չի ստացվել, երկիրը վերցրել են իրանց կառավարման տակ, ով չգիտի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր շահով ինչի չի առաջնորդվել։ Այս ինչի եք ամեն ինչը վերածում շահի, չեք թողում այն բանը, որը մարդը ասել է, ժողովուրդ ջան, մենք ուզում ենք այս արժեհամակարգով, այս անենք, այս դիկտատորական ռեժիմները փոխենք, նորմալ ապրենք, այս անենք, բարեկեցիկ ապրենք, ինչ որ կարգախոսերով կարողանան այդ մարդկանց հետ աշխատեն, Ամերիկայի շահը առաջ տանել, բայց ամեն օր խոսալ շահի մասին, դա թուլացնում է այդ դիրքը։ Ամեն օր հանել ջրերես, ինձանից առաջ բոլորը թալանել են, ինձանից առաջ բոլորը կերել են, ամեն ինչ անել բացահայտել, ում համար է դա։ Գորբաչովն էլ կանգնեց ամեն ինչ բացահայտեց, թե ինչ արատավոր երևույթների մեջ է գտնում խորհրդային միությունը։ Ինչա Գորբաչովը սխալ բաներ էր ասում, ասեց, հանեց ջրերես, տեսան, որ տակը երկիր չկա, փուչի կա, ասին էս էր, հա, հետո այդ երկիրը փլուզվեց, Գորբաչովին որևէ մեկը հերոս ասեց, թե դավաճան։ Այսինքն ինչի ես երկիրը թանում փռում սաղ աշխարհի առաջ ու բոլոր թերությունները հանում ջրի երես։ Եթե կա շահեր, առաջ էլ ա եղել շահեր, բայց այլ ձևի են այդ ամեն ինչը ներկայացրել։ Բայց այդքան որ ասում ենք ժողովուրդ ջան, Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ դեպրեսիայի տարիներին նենց խայտառակ վիճակի էր, երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ վիճակը նենց խայտառակ էր, Ճապոնիան հարձակվեց Ամերիկայի վրա, Գերմանիան ու Իտալիան պատերազմ հայտարարեցին, այդ էր Ամերիկայի վիճակը։ Պատերազմից հետո Ամերիկան դառավ գերտերություն, որովհետև ինքը ոչ միայն պատերազմին աջակցեց, ոչ միայն պատերազմին մասնակցեց, այլև շատ հետաքրքիր շահերի դերելով քայլեր արեց, եվրոպական ոսկին, որը հասկանում էին, որ շատ դժվար է, շատ վտանգավոր է, բայց շատ պատահաբար հայտնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ու շատ լավ գիտենք իրանք ում հետ էին համագործակցում։ Նաև պատահական չի, որ նաև մի անգամ ուղղակի սենց ակնարկեցի, որ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, որ դատում էին պատերազմի էլիտար հերոսներին, առաջի կարգի հերոսներին 24 հոգուն հանցագործ դեի նկատի ունեմ, հասկանում եք, որ ինչի նկատի ունեմ, բայց ինչ էր ստացվում, այդ մեկին ցմա, այսքանին ցմա, այսքանին այսքանին եկում, մեկ էլ բանկիր ֆինանսիստ Յալմար Շախտը, որը ֆինանսական իդեոլոգն էր Երրորդ Ռեյխի, պատահաբար դատեցին, դատարանում էր, արդարացրեցին, ժողովուրդ ջան։ Հա, բայց ով չգիտի, որ պատերազմը առանց ֆինանս չի լինում։ Այսինքն այդ ֆինանսիստը ոչ չէ, բայց այդ ֆինանսիստը համագործակցել էր, այդ իրանց ֆինանսիստն էր, ինչպես Ռուզվելտն ասում էր, Սամոսան շանտաղա է, բայց մեր շանտաղան է։ Էդ էլ էր իրանց շանտաղան։ Ուղղակի ես շատ բաներ այն դավադրապաշտական չեմ սիրում խոսել, բայց ուզում եմ ուղղակի ասեմ, որ ժողովուրդ ջան,
Այն ինչ որ արել եք լավ եք արել, հերիքա ջրի երես հանեք ձեր արածը ու ամեն ինչ շահի տեսանկյունից ներկայացնեք։ Ես երբեք սխալ բան չեմ ասում, բայց եւ շատ բաներ, որը վերաբերում է Ամերիկային չեմ ասում, չի նշանակում սխալ եմ ասում։ Ուղղակի ճիշտ է, շատ բան չեմ ասում, ինչի, որովհետեւ եթե աշխարհը մի գերտերություններ պետք է լինեն, տեսել ենք Խորհրդային Միությունն ինչ ա եղել, տեսել ենք ցարական Ռուսաստանն ինչ ա եղել, տեսել ենք Օտոմանյան կայսրությունն ինչ ա եղել եւ տեսել ենք Ամերիկան ինչ ա եղել։ Հայ իմ համակրանքը Ամերիկայի կողմն է, դա ինչ մի զարմանալի բան է։ Կարելի է կարծել թաքցրել եմ։ Ուզում ասեմ, որ հարցը սա է, եթե մենք գերտերություն չենք, մենք պետք է ընտրենք, թե ում ենք տեսնում, իհարկե նախընտրելի է Միացյալ Նահանգները, բայց հասկանում ենք, որ ժամանակին ինքն է շատ բաներ արել, ասենց հնարավոր չէ էլի սպիտակ ձեռնոցներով, բանով, ֆրակով, թիթեռնիկով աշխարհի գերտերություն դառնալ, իհարկե ճանապարհը անցել։ Ավելի դիպուկ դա ոնց որ ասել է առաջի դոլարային միլիարդատերը պաշտոնական Ջոն Դեյվիդսոն Ռոքֆելլերը, Standard Oil Company-ի հիմնադիրը, որ ասել է ես պատրաստ եմ հաշվետվություն ներկայացնել իմ ցանկացած աշխատած $1,000,000 համար, բացի առաջինից։ Ինչ է ինքը չէր կարա մի հատ լավ հաշվապահ, մի հատ լավ ֆինանսիստ բերեր, մի հատ լավ հաշվետվություն կազմեին, կամ այդ ինչ մի խնդրեմ էր։ Չէ ուզում ասի բերեք իրար չխաբենք։ Հիմա ես կարող եմ ազնիվ աշխատել, բայց առաջինը հնարավոր չէր։ Առաջի տնտեսական միլիոնը կամ առաջի քաղաքական լուրջ քայլը, շատ լուրջ առաջխաղացումը հնարավոր չի իդեալական ձևով անել։ Դա ուզում էր ասել ժողովուրդ իրար բերեք չխաբենք, չէ։ Դա բոլորին էր վերաբերվում, մենակ բիզնեսին չէր վերաբերվում։ Այսինքն շատ ճանապարհներով է Միացյալ Նահանգներն անցել, շատ հարցեր արել է, եւ այսօր եկել է այս վիճակին։ Եվ բացարձակ չի արդարացվում, որ այսօրվա իշխանությունները դնեն ասեն, գիտեք, վախտին ինչ վատ բան են արել, ասել են վատ արել, լինել վատ արես կոմենկոմ, կամ էլ թե չէ կանգնեն ասեն, այս մեզ շահից է բխում, են հասկացանք էլի քո շահից է բխում։ Մի սերունդ ելույթ չունես, կարակոտ մի հատ բան չունես ասելու արժեքներից, որը աշխարհում տարածես։ Ամբողջ աշխարհը մեծ արժեքները տարածել են, մենք ասում ենք ժողովուրդ, այն ինչ որ արտահանել եք, մի պատրաստում ենք ներմուծենք, որ դուք այդ արժեքներին տեր կանգնեք, որը մեզ եք ուղարկել ժամանակին։ Սա Գրենլանդիայի օրինակով եմ ասում, բայց սա մենակ Գրենլանդիային չի վերաբերում, ժողովուրդ ջան։ Իսկ այն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, որ հարցազրույց էր տվել գաղտնալսումների հետ կապված, այդ Ատլանտիկ ամսագրի հետ, դրա մասին էլ այնքան գրվեց, որ այդպիսի փնթիություն անելու դեպքում, որ կարող է ռազմական օպերացիաներ, շատ բաներ կա, չեմ ուզում այդ բոլորը կարդամ, բայց երբ որ այս ադմինիստրացիան ընկած մտածում է, թե բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնիությունը զրկենք, չի կարելի, որ իրանք իմանան դա վտանգավոր է, իրանք այնպես փնթիություն են անում, որ արդեն լրագրողին են տալիս իրանց գաղտնիություններով, հեռախոսահամարներով եւ այլ եւ վատն էլ նա փորձում են հերքել ու չի ստացվում։ Ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով հերքում են, թե տենց բան չի եղել, հետո մեկը պարզում է եղել է։ Լրագրողն էլ ասում է, դե որ հերքում եք չի եղել, դե հիմա դնում եմ տպագրում եմ։ Հետո նոր ասեմ, բայ կներեք եղել է։ Եթե մի քիչ պրոֆեսիոնալ ձևով այդ ամեն ինչին մոտենային, այդ խայտառակությունը տեղի չեր ունենա։ Հիմա մեր մոտ նայենք ուղղակի ինչա կատարվում, այսօր էլի Ղազախստանում հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ինչ է ասում։ Ժամանակն է ստորագրել համաձայնագիրը եւ առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եւ տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։ Այդ ժամանակի հետ կապված իհարկե ամեն օր մերոնք ասում են, որ գնացին անգամ զիջումների, մենակ այդ ժամանակը գա, բայց նորից ում հետ որ ասում էին, դե չգնանք զիջումների չի լինի, իրանք կհարցակվեն, էս կանեն, են կանեն, շանտաժ էին անում մեզ, հիմա նրանք հակադարձում են։ Հենց նույն Արարատ Միրզոյանի ասացի ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը արգենտինական Փերֆիլ հրատարակչությանը հայտնել է, ադրբեջանական կողմը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Հայաստանի խաղաղության համաձայնության գնալու դրդող գործոններից մեկը գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը։ Այսինքն արդեն շանտաժը ուրիշ տեսքա ստանում, ժողովուրդ ջան։ Ասում ուշադրություն, հա, այդ որ մերոնք ասում են ժամանակն է ստորագրել, նրանք ասում են ձեզ 2 տարի ժամանակ չենք տալու։
Այսինքն կարող է մենք հրաժարվենք դրանից, եթե դուք դա չանեք։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է սահմանադրությունը 27 թիվ, այնպես չի որ հույսով անենք, պահենք 26 թվին ընտրվենք, 27 թվին սահմանադրություն փոխենք։ Կփոխվի, չի փոխվի, արդեն մեկը ընտրվել ենք։ Այսինքն կոնկրետ իրանք ասում են արագացրեք, իսկ արագացնել Փաշինյանը արդեն ասել է, որ սահմանադրությունը մինչև ընտրություն չենք փոխելու։ Դա իր համար խնդիր է առաջանալու, թե ոնց պետք է համոզի Ադրբեջանին, որ թողեք ընտրվենք, նոր այդ հարցը լուծենք։ Դա համար ուշադրություն դարձրեք, այսինքն մերոնք երբ որ արդեն ասում են, հա կարող է 2 տարի էլ տևի, մենք ինչ անենք, մենք չենք մեղավոր, ասում են դուք եք մեղավոր, հենց ձգվեց, հրաժարվելու ենք դրանից։ Հիմա սա արդեն նոր իրավիճակ է բերում, որը արդեն նաև ներվայնացնում է Նիկոլ Փաշինյանին, այնց իրավիճակը նաև տեսնում եք, ինչ առումով, որ պետք է ինքը հասկանա թե ոնց անի, համ նորմալ ձևով Ալիևի ասածը անի, համ կարողանա դրանով այնքան չձախողի, որ երկրում կարողանա մի հատ էլ վերարտադրվել։ Եվ այս խնդիրները կա, եւ բացի դրանից էլ Ալիևն էլ կուզենա, որ վերարտադրվի, որտեւ իրանից հետո ով էլ գա այդ պայմաններին չի համաձայնվի, բայց ուզում է, որ զիջումներ փոխվի, նոր վերարտադրվի, ոչ թե առանց զիջումների։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչի խոսքով մարտին ավարտված բանակցությունները, որոնք նվիրված էին Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստին, պայմաններ են ստեղծում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններից եւ օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։ Այսինքն նաեւ դիտորդներին իրկատ տեսեք Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դիտորդները կհանենք այնտեղ, որտեղ սահմանազատում արած է, այլ մնացած տեղը կշարունակեն մնալ։ Հետո իրանք գնացին զիջումների, ասին բավական է խաղաղության պայմանագիրը ստորագրենք, դիտորդներին կհանենք դրանից հետո։ Բայց հիմա սա նորից նախապայման են դնում։ Մինչև դիտորդներին չանեք, խաղաղությունը չենք ստորագրելու։ Դες ուշադրություն դարձրեք։ Այսինքն սա էլ դառավ նախապայման, ոչ թե խաղաղության փաստաթղթից հետո։ Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություն կատարի սահմանադրության մեջ, հրաժարվի մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնությունից եւ օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։ Խաղաղության պայմանագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա, ասել է Ամիր Բեկովը։ Այսինքն արեք հանեք, որ նոր մենք վստահենք ձեզ փաստաթուղթը ստորագրենք։ Այսինքն եւ հանելը նախապես, ԵԱԿ-ից հրաժարվելը Մինսկի խմբից եւ նաեւ սահմանադրությունը փոխելը եւ ժամանակը ասում են կարճ է եւ մեղավորը Հայաստանն է։ Հիմա դե թող մեր իշխանությունները փորձեն դրա հակառակ քայլերը անեն, որպեսզի այս անկայուն վիճակից հանեն։ Տեղից էլ աշխարհն ու տարածաշրջանը տեսնում եք ինչքան անկայուն է։ Իսկ հիմա նայենք հերթական անգամ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը հայտարարել է։ Այդ Հայաստանի ազգային ժողովի երկրորդ ընթերցման ամբողջությամբ ընդունել է Եվրամիության Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Ինչ է ասում Ավերչուկը։ Ես ծանոթացել եմ օրենքի տեքստին, որն ընդունվել է։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Իրականում մենք հասկանում ենք, որ եւ ԵԱՏՄ եւ Եվրամիություն նման օրակարգեր ունեն։ Այդ պատճառով իհարկե երկիրը պետք է որոշում կայացնի։ Երկու աթոռի վրա միաժամանակ նստել հնարավոր չէ։ Դա հստակ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում եւ այսօր իր դրական ներդրումն է ունենում Եվրասիական ինտեգրման գործում, ասել է Ավերչուկը։ Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, ապա համապատասխանաբար անհրաժեշտ կլինի վերանայել այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը եւ ցավոք դա կարտահայտվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը մենք այնքան էլ չէինք ցանկանա, հայտարարել է փոխվարչապետը։ Իդեպ, այս մեկն է կարդամ, նոր երկուսին միասին պատասխանեմ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Հայաստանի անդամակցությունը եւ Եվրամիությանը եւ ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով իրարամերժ կլինի։ Ցավոք թե բարեբախտաբար դա յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել, դրանք իրարամերժ են միայն կոնկրետ չափանիշներով, դեռ հաշվի չառնելով գաղափարական կամ քաղաքական իրավիճակը։ Հիմա հարցը նա է, Ռուսաստանը սա ասում է, եթե ասում է այդ ճանապարհը բռնեցիր, խնդիր ես ունենալու հիմիկվանից։ Չէ՞ որ Հայաստանում նաև ազգային ժողովում էլ հայտարարեց փոխնախարարը, որ ասեց, այս օրենքը դա հայտ չի Եվրամիության անդամակցության, այսինքն մենք այդ խնդիրը այս պահին չենք դրել։ Ուղղակի համագործակցության մասին է խոսքը,
Բայց միևնույն է, հավերժուկը ասում է կողմնորոշվեք, այստեղ եք թե այնտեղ։ Հիմա այս հարցը որն է։ Եվրոպական շատ կառույցներ դրական են գնահատում, նույնիսկ իրանք էլ գիտեն, որ սա անդամակցության հայտի համար չէ այս օրենքը։ Բայց մեկը ասում են քայլ առաջ է, եկեք միասին նորմալ համագործակցենք։ Ռուսաստանն ասում է, եթե այդ քայլն արել ես նույնիսկ անդամակցության քայլ չի, այսօրվանից կարող է խնդիր ունենաս մեր հետ։ Էդ էլ լսեցինք, հասկացանք։ Հիմա վերցնենք սրանց սպառնալիքները, սրանց շանտաժը, գնանք Եվրոպա, ովքեր որ ոգևորված են, ժողովուրդ ջան, ասենք ընկերներ ջան, ընդամենը մի հատ շատ զգուշավոր որոշում է կայացված։ Սա ասկի անդամակցության որոշում չի։ Մի հատ անշառ օրենք է, ընդամենը հայտարարություն, հռչակագիր։ Եթե հռչակագիր ընդունելու հնարավորություն էր նախաձեռնությամբ, իրանք ասել են, օրենք չէին գրի, այդ կգրենք, որ հռչակում ենք սա։ Եթե սա ասել ենք ու արդեն Ռուսաստանը փորձում է մեզ շանտաժի ենթարկել, որ կողմնորոշվեք երկու աթոռի նստել չեք կարող, չենք էլ թողի, որ դուք դանդաղ գնակենք ու հմիկվանից սանկցիաներ կկիրառենք, ոգևորվելուց առաջ դե դուք մեզ ասեք, ինչ եք անում։ Այսինքն կարող եք կոմպենսացնել այն խնդիրները, որ մենք կունենանք։ Իդեպ այս հայտարարությունները մեր շահերից է բխում։ Բայց հայտարարությունները պետք է վերցնենք, տանենք Եվրոպային, դնենք սեղանին։ Առավել եւս հիմա, որ մեզ է պետք Եվրոպայի հետ հարաբերությունը կարգավորել։ Մեզ է պետք իրանց ասել, որ քանի որ Եվրոպան տեսնում եք մի հատ փորձում է կուր համակարգ ստեղծի, անվտանգային համակարգ ստեղծի, իսկ մենք այս անորոշության մեջ ենք։ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանի հետ կապված այնպիսի քայլեր չի ասել, որը մեր շահերից է բխում։ Այնպես չի, որ մենք վստահ ենք, որ մենք կարող ենք որպես գործընկերներ այնպես անել, մեր անվտանգությունը երաշխավորվի։ Իրանի հետ կապված տեսնում ենք ինչ խառը վիճակ է, Թուրքիան ինչ խաղեր է տալի Թուրքիայի, Ամերիկայի եւ Եվրամիության հետ, Ադրբեջանը Իսրայելով ինչ խաղեր է տալի Ամերիկայի հետ։ Այս անորոշության պայմանները մենք ուզենք չուզենք պարտադրված ենք Եվրոպայի հետ ավելի առարկայական աշխատելու։ Այս թուղթը համարենք ընդհանրապես առիթ, որպեսզի գնան նստեն, ասեն ժողովուրդ ջան, հիմա դուք տեսնում եք դեռ քայլ չարած է, միած սովորակ անգամ ազգային ժողովում հայտարարել ենք, որ սա անդամակցության հայտ չի, արդեն շանտաժն անում են։ Հիմա դուք բան ունեք ասելու, վաղը որ մեր վրա ճնշում եղավ, ինչ եք անելու։ Ասեք, որ մենք էլ իմանանք մեր անելիքը, ինչպես կարող եք կոմպենսացնել։ Այնպես որ այս կարգի հայտարարությունները շատ լավ առիթ է նախաձեռնողականություն հանդես բերելու։ Առավել եւս, որ լավ էլ դրական են գնահատել Եվրոպայից այդ քայլը։ Դե դրական եք գնահատել մենակ ու հայտարարություններով չի։ Ձեր հայտարարությունը լսեցինք, բայց ընդեղից շանտաժն ու սպառնալիքը լսեցինք։ Հիմա դնում ենք կշերքին, ասում ենք դե ասեք։ Կարող եք կոմպենսացնել նա ինչ որ հիմա դուք ասում եք։ Հիմա արդեն անորոշ վիճակ է, մենք խնդիր ունենք նաև անվտանգային։ Ասեք ժողովուրդ ջան, եթե տերեք, առավել եւս եթե մենք Եվրոպայի ուղղությամբ քայլանենք, անվտանգային ավելի խոցելի են կլնելու։ Եթե տերեք, ցեն հանեք, հիմա ցեն հանեք։ Այնպես որ սա ոչ թե պետք է ասել ինչ ուզում է իրանց ասեն, մեզ չի հետաքրքրում, ընդհակառակը մեզ շատ լավ էլ հետաքրքրում է այն ինչ որ իրանք ասել են։ Շատ լավ։ Հետաքրքրում է լավ աշխատելու համար, հազիվ առիթ է աշխատելու։ Երեք Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարություններ արել 3 նախագահների հետ կապված, շատ անհավասարակշիռ, շատ վիրավորական, այս կողմեկում չեմ ուզում շատ խորանամ, որ անկեղծ ասեմ 3 նախագահին էլ հասնում է։ Ուղղակի մեզ չի հասնում այդպես անհավասարակշիռ ղեկավար ունենալը։ Մեզ համար է դա խայտառակություն։ Թե չէ նրանք լավ էլ թող իրանք մտածեն իրանք սխալների պատճառը, որ այսօր երկիրը այս վիճակում է։ Ամեն մեկը մտածեց իր հակով սահմանադրություն գրի։ Ամեն մեկը մտածեց ոնց անի իշխանությունը ամբողջական իր ձեռը հավաքի։ Ամեն մեկը մտածեց այնպիսի երկրում մթնոլորտ ստեղծի, պետք է տանկերով իշխանությունը պահի, պետք է կրակելով իշխանությունը պահի։ Այս արեցիք, որ եկանք այսօր, որ մեկը փողոցից եկել է, բերել են, չեն բերել, փաստա չէ եկել է նստել է այդ աթոռին, բացարձակ իշխանությունը ձեռք բերել։ Էսա, այո, մեզ համար դա խայտառակություն է, բայց ձեզ համար դա ձեզ հասնում է։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, գիտեք ինչ, եթե մի բան եմ ես մեղավոր եմ, Քոչարյանն ու Սերժին բերելն է։ Այդ մի բանում չես մեղավոր, շատ հարցերում ես մեղավոր։ Բա բերեցիր մեր ջանը, կապեցիր հետո։ Նա նրա համար, այսինքն մենք նախկիներին ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանի արած սխալը շատ լինի, նրանց մի բանով ավելի շատ է, ինչի, նույնիսկ եթե թվում է թե ավելի քիչ են արել։ Այնքան վատն էիք, որ ժողովուրդը իրան բերեց։ Այսինքն դուք հերիք չի ձեր համար էիք վատը, մի հատ էլ այդ հետևանքի համար եք վատը։ Լավ մենք բողոքում ենք, ասում ենք ժողովուրդ, բոլորդ եք վատը, գնացեք իրար ձեռի բռնած։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանը հիստերիկ ձևով ասի, դուք գնացեք, չէ, դու էլ հետները գնա։ Դրա համար ես ուզում եմ ասեմ հարցը ինչու է կայանում, որ շատ չեմ ուզում այդ թեմայի հետ կապված շատ ասեմ, այո, մեզ համար խայտառակություն է, բայց նրանց հասնում է։
որովհետև չեմ ուզում, որ հանկարծ տպավորություն լինի, որ նրանց ասած լավ էլ թիմել ունեն, ամեն ինչ էլ ունեն, թող իրանք իրենց պաշտպանեն։ Բայց ազգային ժողովի նախագահի ասածը առնվազն անհասկանալի էր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է. ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հանրապետության նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 96 թվականին չի ընտրվել, չընտրված 3-ն են նրանք։ Այն որ 96 թվականին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չի ընտրվել, բոլորս գիտենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 96 թվականին չի ընտրվել, ոչ միայն գիտենք, այնքան եմ դրա մասին խոսել, բոլորը հիշում են մանրակրկիտ, այն ժամանակ եմ խոսում, մենակ հիմա չեմ դրան գնահատական տվել, այլ այն ժամանակները։ Բայց հարց է ծագում, 96 թվականին չընտրված Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը Նիկոլ Փաշինյանը ինչ գործ ուներ։ Այդ ոչ լեգիտիմ իշխանությունը զավթած Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը տեսել Ալեն Սիմոնյանը ոնց էր Նիկոլ Փաշինյանը դեմը վազվզում։ Կարող է հիշի ինքը։ Կարող է 2008 թվականին ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը, ում համար էր կռիվ տալի, որպեսզի իշխանությունը պահեն, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հիմնական մրցակից։ 2012 թվականին Հայ ազգային կոնգրեսի դաշինքի մեջ ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանը, որպես շարքային падգամավոր, որին բերել էր խորհրդարան Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ոչ լեգիտիմ Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցակում ինչ գործ ուներ։ Եթե սկզբունքային եք, սկզբունքային եղեք մինչև վերջ։ Ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցակում ինձ չեք տեսել։ Բայց ոչինչ են վախտել կարող էի նորմալ խոսել, նորմալ տրամաբանել եւ այլ եւ այլ։ Բայց երբ որ դուք ասում եք, բա չգիտեք Լևոն Տեր-Պետրոսյանը զավթել է իշխանությունը, բա գիտենք, բա ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին։ Բա էդ էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր իշխանությունը վերցնելու, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը տնից դուրս չեկավ, թիկնապահ էր ուզում, որ տնից դուրս գա, ասում էր գնանք իշխանությունը զավթեն, իշխանությունը ներողություն չզավթենք, իշխանությունը վերցնենք այս զավթիչներից, բայց իրանք ինձ թիկնապահ չեն տալի, որ դուրս գամ, այ մարդես ինչ խայտառակ զավթիչներ են, ինձ թիկնապահ չեն տալի, որ դուրս գամ, իրանց տապալեմ։ Մանկապարտեզ իհարկե։ Այդ ամեն ինչը լավ գիտենք, բայց եթե դուք դա ասում եք, այդքան անկեղծ եք, մինչև վերջ անկեղծ եղեք, բա դուք ինչ էիք անում Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը։ Ես կարամ հանեմ 2007 թվականից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտի հետ կապված բազմաթիվ իմ հրապարակումներն ասեմ, թե ինչ սխալներ եմ ներկայացրել, թե ինքը ինչ սխալները արել։ Քոչարյանին էլ հանեմ ցույց տամ, Սերժ Սարգսյանին էլ հանեմ ցույց տամ։ Ես ուզում եմ իմանամ, բա դուք ինչ եք արել այդ ժամանակ։ Դուք ինչով եք տարբերվել։ Դրա համար ստիպված անունը դրել եք հեղափոխություն, Քոչարյանի ժամանակ էլ ենք ընդդիմություն եղել, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ։ Այդտենց էլ չեկավ այն ժամանակը, որտեղ դուք իրարից չեք տարբերվել, որ մենք ասենք հիմա եկավ մեր ժամանակները։ Հո կապ չունի, որ ասենք հեղափոխությանը մասնակցել ենք, թե չէ։ Եթե գար այնպիսի ժամանակներ, որ այդ այլանդակ ռեժիմը տապալվել, Իմ կարգի մարդեն չի պիտի խնդիր ունենար այդ իշխանության պարագայում նորմալ իր տեղը գտներ եւ գնար նորմալ աշխատեր եւ բարիք ստեղծեր պետության համար եւ իր անձնական բարեկեցության համար։ Հա բայց մարդը մտածել է, հա ժողովուրդ ջան, էս ինչ են անում։ Ոնց կարելի է, մարդիկ էլ պետք է ասեն, ուրեմն դու կողմնակից ես ցեղասպանությունից հրաժարվելուն, ուրեմն դու կողմնակից ես Արցախից հրաժարվելուն, ուրեմն դու կողմնակից ես չցվարկեն բոլորը։ Այսինքն այնպես են դարձրել, որ նույնիսկ եթե բժիշկը ինքը բժիշկա մարդ է բուժում, նա պետք է անպայման բուժելու ընթացքում ասի Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Այն վիրահատությունների արանքը մի հատ էպտի ստատուս գրի Նիկոլ Փաշինյանին պաշտպանի։ Այս ինչ խայտառակություն է կարել։ Անկամ պրոֆեսիոնալ մարդու նայում են կողքից, մեր հետ է, թե մեր հետ չի։ Բոլոր հիմնարկների մասին ես այդ ամեն ինֆորմացիան գիտեմ։ Ես չեմ ուզում այդ մակարդակներին իջնեմ, ուղղակի հավատացեք իմ խոսքին, որ հրաշալի տիրապետում ենք ինչա կատարում։ Հիմնարկների ներսում, եթե դու անշարք ու գործն անես, գլուխդ կախ աշխատես, բայց իշխանությանը չգովես, դու նրանց համար օտար ես։ Մրցույթ կհանեն դու կանեն որևէ մարդ չի անցնի։ Անես կանեն իրաց մարդն, թափուր կպահեն ուրիշին չեն անցկացնի։ Ուզեմ ասեմ այդ ամեն ինչն էլ գիտենք, դրա համար դուք էլ այդ ձեր անկեղծությունները բացահայտելուց իմացեք, որ դիմացիներն էլ գիտեն այդ ամեն ինչը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։